Արգելի դատարան, այն ինչ ընթերցեց առաջին դատախազը իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն։ Ես որևէ հանցավոր միտում չեմ ունեցել, այդ խոհամասերը վաճառվել են միայն ու միայն մի նպատակով ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական համալիրը։ Ես կարծում եմ, ոչ քննիչներին, ոչ դատախազներին չի հետաքրքրել, թե պաշտպանության նախարարությունը որտեղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են, եթե իրենց նեղություն տային, այդ ուղղությամբ մի քիչ կգնային ու կհասկանային իմ դրդապատճառները։ Ես որտեղ եղել, որտեղ ծառայել եմ այս երկրում, մշտապես աշխատել եմ առավելագույն աղաներ, աշխատակիցների, աշխատանքային պայմանների բարելավման և այդպես էլ վարվել եմ պաշտպանության նախարարությունը։ Եթե ես ունենայի հանցավոր միտում կամ ինչպես խոսում եմ, խմբակային անձնական այդպիսի շահեր, ամբողջը կվաճառեի, այն ինչու չենք վաճառել, մեկը իրան հասցրել, մեզ հատկացված օղամասից, եթե չեմ սխալվում, այսօր է, մինչև այսօր, կամ, եթե տենց էր, ինչու չենք ամբողջը վաճառում, եթե շուկայական արժեքները այդպիսին էին, որպես դատախազություն դուք հազարավոր գործեր պետք է հարուցեիք այս ժամանակահատվածում այդ գնով վաճառված պետական խոհամասերի մասով, որտեղ մենք վարվել ենք շատ պարզ, ով ցանկացել է, փորձարկել ենք մոտարկել շուկայական արժեքի, այդ տվյալների արժեքները, այդպես էլ վարվել ենք, իսկ ես մեկին նա դարձրել է, մեկին նա դարձրել, դրանք, ինչ ասեմ, լավ մոտեցում չի և վերջին, այսպես ասեմ, արգումենտը, արգելի դատարան, եթե դուք ուշադրություն դարձնեիք սկզբնական փուլից սկսած, այդ ամբողջը դատախազությունը փորձում էր վերագրել եղրաբլուրին և դատախազի ելույթում են պատահական չէ, որ ընդերից ասկսը եղրաբլուրի հարակից տարածք, այդ տարածքները ունեն կոնկրետ հասցեր, Իսակով Պողոտա։ Ես շատ լավ գիտեմ ու դատախազն թող իմանա, կարծում եմ ինքն էլ իմանա, որ կառավարության երկրորդ որոշման մասում այդպես էլ ջրված է քաղաքապետարանի նաև եղրաբլուր կոչվող տարածքից։ Այդ հատվածից ինչ-որ միակ, բայց մեզ հատկացվել է Իսակով Պողոտայի հարակից տարածքները, այդպես էլ կա։ Ինչ վերաբերում է երկրորդ դատախազը ասացին, ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ, ես երբեք ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ պետը զրուցել եմ, ոչ որևէ միջնորդի միջոցով կապ եմ հաստատել, եթե չեմ սխալվում, երբ որ ներքին գործերի նախարար էի, այն ժամանակ քննչական վարչությունը ևս գտնվում էր ներքին գործերի նախարարության կազմում, այդ ժամանակ այդ Սիլվա Համբարձումյան կոչվածի հանդեպ կարծեմ քրեական գործ արել։ Ուրիշ որևէ առնչություն իր հետ չեմ ունեցել։ Եվ կարծում եմ, որ 2007-8 թվականի Հայաստանի քաղաքական իրականությանը շատ թե քիչ ծանոթ մեկը, որ լսել դատախազի ասածը, իբր Վարդան Օսկանյանից է պայմանավորվել է, երևի ծիծաղից կարող է շատ խախտվի։ Չէր կարող այդ ժամանակ այդպիսի հարաբերություններ ունենալ։
Եվ ոնց եք պատկերացնում, մեկը գալիս է, Սիլվային ասում, ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, այն միլիոնները տվեք ինձ։ Ավելի աբսուրդ բան կարելի է մտածել։ Այսքանը, շնորհակալ եմ։